Մի քիչ որ երկար պատասխանեմ կլինի։ Երկար պատասխանեք, նաև հաշվի առնելով ձեր գրառումը երեքորդ։ Տեսեք, մենք ունենք մի իրավիճակ, որ հանրային քրեական հետապնդում հարուցող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է մի գույնը, որը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի։ Այսինքն այն ինչ որ գրել են գործողությունները, եթե օրինակ ենթադրենք դա իրականում տեղի ունեցած լիներ, ապա անգամ այդ պայմաններում հնարավոր չէր լինի Արշակ Սրբազանին մեղադրել այդ հոդվածով։ Սրանից հետո, սրանից բացի կալանքի միջնորդությունը զարթուղի ճանապարհներով գնում հասնում է մեր կողմից շատ հարգված, շատ օբյեկտիվ դատավոր Մասիս Մելքոնյանին։ Մասիս Մելքոնյանը այս հանգամանքներում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է իմ նշված հանգամանքներից ելի, իմ նշած հիմնավորումներով, այնուամենայնիվ կիրառում է 2 ամսյա կալանք։ 2 ամիս անցնելուց հետո Շենգավիթի դատարանը հերթապահ էր, երբ որ արդեն կալանքի երկարացման միջնորդություն պիտի ներկայացվեր։ Միջնորդությունը ներկայացվում է Շենգավիթի դատարանի տեղեկություններով, այդ միջնորդությունը կրկին զարթուղի ճանապարհներով գնում հասնում է Մասիվի դատարան։ Հույս ունենալով, որ կհանդիպի մեր կողմից շատ սիրելի, շատ հարգված, շատ օբյեկտիվ դատավոր Մասիս Մելքոնյանին։ Բայց բախները չի բերում, որովհետև Մասիս Մելքոնյանը պարզվում է Հայաստանում չի։ Այլ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո այս միջնորդությունը նույն զարթուղի ճանապարհներով պտտվում է, գալիս է հասնում է կենտրոնի դատարան։ Կրկին մեր կողմից շատ ավելի սիրելի, շատ ավելի հարգված մեկ այլ դատավոր, կարող եք ասել, Կարեն Ֆարխոյանին։ Եվ մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի արդարադատություն եւ Արշակ Սրբազանն ազատ կարձակվի։ Պարոն Բաբայան, Հավատացիք, չէ՞։ ձեռքով է եղել Ֆարխոյանը։ Այո, ձեռքով է։ Երեք հատու կրկնել են, հա։ Եթե չեմ սխալվում 21 թվականին կամ 20 թվականին, եթե չեմ սխալվում, այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, մասնավորապես որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով եւ ոչ թե էլեկտրոնային համակարգով, բայց միևնույնն է այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ նման դեպքում ընդհանրապես պիտի այբենական կարգով ընտրվի եւ ոչ թե կամայական ու մուզի։ Բայց մտավախություն ունեն, որ եթե ես վստահ եմ, դուք կարող եք հիշել որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը օրինակ մակագրված լինի քիչ թե շատ օբյեկտիվության համբավ ունեցող դատավորի։ Չի եղել նման դեպք, երբեք չի եղել։ Եթե եղած է լինի, վստահաբար օբյեկտիվ է եղել այդ որոշումները։ Պարոն Բաբայան, իսկ այդ գործով ուղիղ ցուցմունք եղել է, թե չի եղել։ Դե հիշում եք, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց կասեմ, որ ոչ, որևէ ուղիղ ցուցմունք չկա։ Պարոն Բաբայան, իսկ այդ իրական ապացույցը որ կորել է ինչ-որ։ Ես անկեղծ ասած չունեմ տես տեղեկություն, բայց այսօր խոստանում եմ կնիչին կհարցնեմ դատական նիստի ժամանակ։ Չգիտեմ կպատասխանի թե չէ, բայց ես կհարցնեմ։ Եթե ասեց ինչ պատասխանեց կգամ կասեմ։ Որոշակի ազդեցություն անշուշտ կունենա, բայց ասել թե այդ գործ էլ գոյություն չունի, այնքան էլ ճիշտ չի լինի։ Հաշվի առնելով նախորդ փաստը, որը կալանքից եղել է, կալանքից այս դեպքերից ենթադրվում է, որ նույն հիմնավորումներով են լինելու, եթե այո, խնդրում եմ ասեք դրան որոնք են հիմնավորումները եւ կարծեմ 4 ռիսկ է, չէ՞, դրանցից 3 ռիսկ, որն է այդ ռիսկը, որը Նախաքննությանը խոչընդոտել։ ինչպես պետք է խոչընդոտել։ Ասում են հեղինակություն ունեցող անձը կարող է խոչընդոտել, թե ինչին պիտի խոչընդոտի, չգիտեմ։ Ոչ մի կերպ, ուղղակի գրել են գրելու համար։ Ինչ նախաքննական աշխատանքներ։ Դե ես չեմ կարող ասել։ Նախ չգիտեմ, որ իմանամ էլ իրավունքն եմ ասելու։ Պարոն Բաբայան, դուք այսօր միշտ օգնելու եք կալանքի բացառ ընտրական ինչ փոխանցել, օրինակ տնային կալանքի։ Գիտեք, ընդհանրապես այս դեպքում պիտի որևէ խափանամիջոցի մասին խոսք չլինի։ Բայց մեր իրականության մեջ այո, միջնորդում ենք բոլոր հնարավոր այլընտրանքային խափանամիջոցները, այդ թվում դրանց համակցությունը, միայն թե բանկային կալանք չլինի։ Բայց հույս ունենք շատ մեծ, որ հավատում եք, չէ՞ էլի։ Բանել չի փոխվելու, նույնն ալնելու ինչ որ եղել է, որովհետև պատմեցին